Մենք շարունակում ենք արտակարգ ռեժիմով ներկայացնել ընտրության արդյունքում փոփոխվող թվերը եւ այս պահին ներկայացնելու ենք 31-ի 6 ընտրատեղամասում արդեն փոփոխված ու հրապարակված թվերի արդյունքները։ Ըստ այդմ քաղաքացիական պայմանագիրը ունի 243, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 104 ձայն։ Հարգելի հեռուստադիտողներ, ապրելու երկիր կուսակցությունը ունի այս ընտրատեղամասում 23 ձայն, իսկ Մայր Հայաստան դաշինքը 83 ձայն։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ունի 6 ձայն, Եվրադաշինքը 34։ Դեմոկրատական այլընտրանքն ունի 11 ձայն, մեր քաղաքադաշինքը 102 ձայն, իսկ Իմ հզոր համայնքը ունի 59 ձայն 31-ի 6 ընտրատեղամասում։ Հաջորդ ընտրատեղամասը, որը ներկայացնելու ենք 31-ի 18-ն է, այստեղ քաղաքացիական պայմանագիրն ունի 127, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 100, իսկ ապրելու երկիրն ունի 8 ձայն։ Հարգելի հեռուստադիտողներ, Մայր Հայաստան դաշինքը այստեղ ունի 9 ձայն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 6 ձայն, իսկ Եվրադաշինքը 13 ձայն։ Դեմոկրատական այլընտրանքն ունի 50 ձայն, մեր քաղաքը ունի 52, Իմ հզոր համայնքն ունի 35 ձայն։ Նշեմ նաև, որ այս պահին մեր էկրաններին դուք կարող եք տեսնել փոփոխված տարբերակները նաև գրաֆիկական տարբերակով, իսկ մենք հայտնենք նաև 31-ի 81 ընտրատեղամասում ունեցած արդյունքները։ Քաղաքացիական պայմանագիրն այստեղ ունի 172, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 116 ձայն։ Ապրելու երկիր կուսակցությունն ունի 15 ձայն, Մայր Հայաստան դաշինքն ունի 33 ձայն։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 8, Եվրադաշինքն ունի 18, Դեմոկրատական այլընտրանքն ունի 19 ձայն։ Գյումրու 31-81 ընտրատեղամասում մեր քաղաքը ունի 57 ձայն, իսկ Իմ հզոր համայնքը 34 ձայն։ Հաջորդիվ ներկայացնում ենք 31-ի 69 ընտրատեղամասում ունեցած ձայները, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այս թվային պատկերը հաճախ կոնկրետ մեծ փոփոխությունների է գնում եւ պատկերը լիարժեք փոխվում է, քանի որ այս թաղամասերը ուղիղ կապված են նաեւ տեխնացուների բնակության վայրի հետ, որը ուղիղ կապված է հենց թվային արդյունքների հետ։ Քաղաքացիական պայմանագիրն այստեղ ունի 403, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 89 ձայն։ Ապրելու երկիր կուսակցությունն այստեղ ունի 20 ձայն, Մայր Հայաստան դաշինքն ունի 30 ձայն, իսկ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 12 ձայն։ Եվրադաշինքն ունի 21, Դեմոկրատական այլընտրանքն ունի 7, մեր քաղաքը ունի 68 եւ Իմ հզոր համայնքն ունի 51 ձայն։ Անցնենք հաջորդ ընտրատեղամասին 31-ի 47-ն է դա, Աստղիկ։ Այո, քաղաքացիական պայմանագիրն այստեղ ունի 200 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 134 ձայն։ Ապրելու երկիրն ունի այստեղ 18, Մայր Հայաստանը 28, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ընդամենը 3 ձայն։ Եվրադաշինքը այս ընտրատեղամասում ունի 30 ձայն, Դեմոկրատական այլընտրանքն ունի 17 ձայն, մեր քաղաքը դաշինքն ունի 299 ձայն, իսկ Իմ հզոր համայնք կուսակցությունը 43 ձայն։ Արդյունքները ունենք նաև 31-ի 58 ընտրատեղամասից, քաղաքացիական պայմանագիրն այստեղ հավաքել է 225 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 99 ձայն, ապրելու երկիր կուսակցությունն ունի 17 ձայն։ Այս ընտրատեղամասում Մայր Հայաստանն ունի 38 ձայն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 10 ձայն, իսկ Եվրադաշինքը 21 ձայն։ Դեմոկրատական այլընտրանքը ունի 12, մեր քաղաքը 90, Իմ հզոր համայնքն ունի 107 ձայն։ Մինչ անցնելը հաջորդ ընտրատեղամասի արդյունքները տալուն, հիշեցնենք եւս մեկ անգամ, որ այս ակտիվ քարոզի ընթացքում համենայն դեպս կուսակցությունները հասցրեցին ներկայացնել իրենց զարգացման ծրագրերը, որը հեռարձակվեց նաեւ մեր եթերում, ինչու ոչ նաեւ հրապարակվեցին սոցիալական ցանցերում, թե մեդիա կառույցների, ինչպես նաեւ անձամբ հենց կուսակցությունների, դաշինքների եւ առաջին համարների բերաներով ներկայացվեց իրենց ծրագրերը, այնպես որ ակտիվ քվեարկողները իրենք են որոշում, թե քաղաքը առաջիկա 5 տարիներին ովքեր են կառավարելու։ Հաջորդ ընտրատեղամասը, որը մենք ներկայացնելու ենք թվային ցուցիչներով, 31-ի 70-ն է, որտեղ քաղաքացիական պայմանագիրը հավաքել է 181 ձայն, իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 80 ձայն։ Ապրելու երկիրը ունի 15, Մայր Հայաստանը 19, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը 3 ձայն։ Եվրադաշինքն այս ընտրատեղամասում հավաքել է 22 ձայն, Դեմոկրատական այլընտրանքը 72 ձայն։ Մեր քաղաքն ունի կներեք 62, Իմ հզոր համայնքը 16 ձայն։
Արդյունքներ ունենք հարգելի հեռուստադիտողներ, նաև Գյումրու 31-ի 50 ընտրատեղամասում եւ այսպես քաղաքացիական պայմանագիրն այստեղ ըստ նախնական տվյալների ունի 188 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 70 ձայն։ Չնայած ես եւ գործընկերս բարբերաբար ներկայացնում ենք թվերը եւ դուք կարող եք լսել ու տեսնել, բայց հարկ է եւս մեկ անգամ հիշեցնել, որ բարբերաբար մեր էկրաններին հայտնվում են թվային ցուցիչները վեկտորային տարբերակով, որտեղ այն եւս փոփոխվում է հավասար մեր հնչեցրած թվային ցուցիչների հետ, այս բանին մենք ներկայացնելու ենք նաև 31-ի 36 ընտրատեղամասը, քաղաքացիական պայմանագիրն այստեղ ունի 208, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 70 ձայն։ Ապրելու երկիրն ունի 16 ձայն, Մայր Հայաստան դաշինքն ունի 21 ձայն։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 4, Եվրադաշինքն ունի 13 եւ Դեմոկրատական այլընտրանքն ունի 13 ձայն։ Մեր քաղաքադաշինքն ունի 55 ձայն, իսկ Իմ հզոր համայն կուսակցությունը այս ընտրատեղամասում 20 ձայն է հավաքել։ Ներկայացնենք նաև Գյումրու 31-15 ընտրատեղամասի թվային արդյունքները, քաղաքացիական պայմանագիրն այստեղ ունի 229, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 171 ձայն։ Իսկ ապրելու երկիր կուսակցությունն այստեղ ունի 21 ձայն, Մայր Հայաստան դաշինքը 56 ձայն է հավաքել, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն էլ 14 ձայն է հավաքել։ Եվրադաշինքն ունի 24, Դեմոկրատական այլընտրանքը 25, մեր քաղաքը 85, Իմ հզոր համայնքը 33 ձայն։ Այս թվային ցուցիչները եւս մեկ անգամ հիշեցնենք, որ փոփոխվում են, որովհետեւ 82 ընտրատեղամասերի թվերը դեռ շարունակվում են, բարբերաբար մեզ ներկայացվել եւ մենք էլ հեռարձակվում ենք մեր եթերում, թարմացնում այս ամեն ինչը, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այս բանի էկրաններում դուք տեսնում եք նաեւ փոփոխված թվային տարբերակները, հարկ է հիշեցնել եւս մեկ անգամ, որ մենք վաղ առավոտից աշխատել ենք տարբեր ընտրատեղամասերում, որպեսզի հենց այս թվային տվյալները կարողանայինք ընդհանուր թիմային աշխատանքի միջոցով ներկայացնել ձեզ, բայց ժամանակն է նաեւ տոկոսային հարաբերակցության մասին խոսելու։ Այո, Հրաչ, տոկոսային հարաբերակցությամբ մենք այս պահին ունենք հետևյալ պատկերը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 36,28% ձայների առավելություն ունի այս պահին։ Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է իր հավաքած ձայների շնորհիվ 3924 ձայն ընդհանուր հաշվարկով, իսկ տոկոսայինով 22,20%։ Ապրելու երկիր կուսակցությունը ըստ ներկապայի հաշվարկների 650 ձայն ունի 3,68% ձայները տոկոսներով։ Մայր Հայաստան կուսակցությունն ունի 1034 ձայն եւ 5,85% ընդհանուր տոկոսային հարաբերակցությամբ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ընդհանուր հավաքել է մինչև այս պահը 247 ձայն, որը ունի տոկոսային առումով 1,40% պատկերը։ Եվրադաշինքը մինչ այս պահը հավաքել է 758 ձայն, տոկոսային հարաբերակցությամբ 4,29%, իսկ Դեմոկրատական այլընտրանքը մինչ այս պահը հավաքել է 624 ձայն, ըստ այդմ 3,53 տոկոսային հարաբերակցությամբ։ Մեր քաղաքը կուսակցությունների դաշինքը ունի 14,47%, որը իրենից ներկայացնում է 2557 քվ, Իմ հզոր համայնքը ունի 1469 ձայն, այսինքն 8,31%։ Արգելի հեռուստադիտողներ, մենք բարբերաբար հիշեցնում ենք, որ այս պատկերը խիստ նախնական է, առաջիկայում հստակ պատկերը մենք կունենանք եւ այս պահին եւս շարունակում ենք ուղիղ եթերում եւ արտակարգ ռեժիմով ներկայացնել ձեզ բարբերաբար փոփոխվող թվերը, իսկ դրանք փոփոխվում են շատ հաճախ։ Մինչ այս պահը ընդհանուր հաշվով ասենք, որ ներկայացրել ենք 17675 ձայն, այսինքն այս տոկոսային հարաբերակցությունը բաշխված էր այս ձայնային քվեի միջոցով, բայց փոփոխվող տվյալների հետ մեկտեղ մենք էլ կլինենք եթերում, որպեսզի ներկայացնենք, թե քաղաքի առաջիկա ղեկավարումը ում է վստահել գյումրեցին։